Ողջույն հարգարժան հետևորդներ, այս ձևաչափով շարունակում ենք պատասխանել տարբեր սոցիալական հարթակներով մեզ ուղղված ձեր բազմաթիվ հարցերին։ Եվ այսպես, Facebook-յան օգտատեր Կարինե Սահակյանը գրում է. Հայաստանում դատարանները կողմնակալ են, արդարադատությանը չեմ հավատում։ Հարգարժան Կարինե, արդարադատությունը երկրի անկյունաքարն է, եթե այն ամուր չէ, պետականությունը կարող է ամեն վայրկյան փլուզվել։ Դատական իշխանությունը առողջանում է, երբ կան պարզ կանոններ ու անշեղ հետևանքներ։ Եթե սխալ ես անում, պատասխան ես տալիս, եթե բարեխիղճ ես, պաշտպանված ես ու գնահատված։ Որևէ հեռախոսազանգ, որևէ ճնշում չպետք է ազդի դատավորի որոշման վրա։ Մարդը պետք է հասկանա, ինչու է դատարանը այսպես որոշել։ Պարզ լեզվով, հստակ փաստերով։ Սա միայն իրավունքի հարց չէ։ Արդար դատարանը բերում է ներդրումներ, արդար մրցակցություն, կայուն աշխատանքներ եւ ամենակարևորը քաղաքացու արժանապատվությունը։ Երբ գիտես օրենքը քեզ պաշտպանում է, դու վստահ ես երկրիդ վրա։ Թափանցիկություն, պատասխանատվություն, անկախություն, ահա այն 3 անկյունաքարերը, որոնք կարող են ստեղծել վստահություն դատական իշխանության նկատմամբ։ Արմեն Աբրահամյանն ու Արա Միրզախանյանը երկուսն էլ Facebook-ից գրում են. Հայաստանում տասնյակ կուսակցություններ կան։ Չեք կարծում, որ դրանք պետք է փակել, թողնել մի քանիսը կամ Միացյալ Նահանգների նման երկու կուսակցություն թողնել։ Հարգարժան օգտատերեր, նախ Միացյալ Նահանգներում հազարավոր կուսակցություններ կան, բայց երկուսն են ամենաուժեղն ու ազդեցիկը։ Կուսակցությունների շատ լինելն ինքնին խնդիր չէ, խնդիր է, երբ դրանք թղթի վրա են եւ մեկ հոգու վրա կազմավորված։ Փակել ու թողնել մի քանիսը այս մոտեցումը չափազանց վտանգավոր է ժողովրդավարական տեսանկյունից։ Ըստ իս քաղաքական ուժը պետք է ունենա իրական անդամներ եւ տարածքային ներկայություն, բաց ֆինանսներ եւ ներքին ժողովրդավարություն։ Օրենքի առջև պետք է լինի շարունակաբար հաշվետու։ Ով չի աշխատում, չի մասնակցում տեղական եւ համապետական ընտրություններին, չի ներկայացնում հաշվետվություն, օրինական կարգով պետք է գնա լուծարման։ Ով աշխատում է, ստանում է քաղաքացիների վստահությունը, բնականաբար պետք է իր ստացած վստահության եւ ռեսուրսների դիմաց շարունակի իր քաղաքական գործունեությունը։ Ով չի աշխատում, պետք է դուրս մղվի քաղաքական դաշտից։ Գայանե Թարխանյանը եւ Սուսաննա Գալստյանը հարցնում են. Հայաստանի հողերի կեսից նույնիսկ ավելին չի մշակվում, որևէ քայլ այս ուղղությամբ տեսնում եք, ինչ եք մտածում այս մասին։ Հարգարժան օգտատերեր, սա մեր ցավոտ տեղն է։ Հողը եթե անմշակ է, պետությունը չի կարող լինել ուժեղ։ Հողը պետք է սկսի աշխատել։ Դա նշանակում է պետությունը պետք է կանգնի գյուղացու կողքին, ոչ թե խոսքով, ոչ թե հայտարարություններով, այլ կանխատեսելի կանոններով։ Ջուր, պարարտանյութ, համապատասխան մասնագիտական աջակցություն, վարկային եւ հարկային արտոնություններ, ապահովագրություն, կանխատեսելի պայմանագրեր։ Մեր նպատակը պետք է լինի հասնել պարենի լիակատար ինքնաբավության։ Սա սոսկ տնտեսության հարց չէ, սա անվտանգության հարց է, սա արտաքին քաղաքականության հարց է։ Հողը պետք է դարձնել ուժ, իսկ ուժը ապրելու ավելի լավ պայմաններ Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու համար։ Արա Սարիբեկյանը Facebook-ից հարցնում է. Ես բնակվում եմ արտերկրում եւ տևական ժամանակ է ցանկանում եմ Հայաստանում ներդրումներ կատարել, սակայն վախենում եմ դատական համակարգի անկատարությունից։ Հարգարժան հայրենակից, ձեր մտահոգությունը շատ տեղին է։ Արդարադատությունից է կախված, թե Հայաստանը կլինի ներդրումների համար վստահելի երկիր, թե ոչ։ Ներդրողի իրավունքները պետք է ամրագրել օրենքով, սեփականությունը, պայմանագրերը եւ վեճերի լուծման կարգը կասկածի տեղ չպետք է թողնեն։ Հայաստանում դատարանը պետք է լինի ներդրողի սեփականության պաշտպանության անթերի, անքննելի եւ կասկածի տեղ չթողնող ինստիտուտ։ Երբ օրենքը աշխատում է, ներդրումը պաշտպանված է, աշխատանքը եւ աշխատավարձը արժանապատիվ է, Հայաստանը բոլոր իմաստներով կանխատեսելի եւ հուսալի գործընկեր է։ Կարինե Մուսայելյանը, Գոր Մնացականյանն ու Մարալ Մայիլյանը հարցնում են. Դուք այցելում եք մարզեր, գյուղեր, մենք ինքներս տեսնում ենք, թե ինչ ծայրահեղ ծանր վիճակում են Հայաստանի գյուղերը։ Ինչպես եք տեսնում գյուղերի ապագան, այսպես գնալով գյուղերը դատարկվելու են։ Հարգարժան օգտատերեր, գյուղը մեր տնտեսության, երկրի շարժիչն է։ Գյուղը պետք է դարձնել ապրելու եւ եկամուտ ստանալու, փող աշխատելու լավագույն վայրը։ Ինչ է պետք։ Գյուղացուն պետք է տալ գործիք, ոչ թե խոստում, հասանելի տեխնիկա,
փոքր վարկային միջոցներ, ապահովագրություն, իսկ բերքի համար նախապես պայմանավորված գնման գին, որ մարդը վստահությամբ կատարի իր աշխատանքներն ու ներդրումները։ Գյուղերում պետք է հիմնել վերամշակող ձեռնարկություններ, չորացրած մրգից մինչև պանիր ու պահածո, որ ավելացված արժեքը մնա գյուղում, մնա համայնքում։ Երիտասարդ ընտանիքների համար պետք է տուն եւ աշխատանքի անհրաժեշտ փաթեթներ, ուսուցչին եւ բժշկին կրկնակի վարձատրություն եւ սոցիալական երաշխիքներ, որ չփախնեն գյուղից։ Սահմանամերձ գյուղերում անվտանգությունը եւ տնտեսական արտոնությունները պետք է գնան կողք կողքի։ Եթե այս երեքը ունենանք՝ ջուր, շուկա, աշխատանք, գյուղը կմնա, կընդլայնվի, Հայաստանը կշենանա։